Խզմալյան, մի քանի հարց կարելի է։ Մի քանի հարց կարելի է։ Ինչ նպատակով եք եկել ազգային ժողովի շենքի մոտ։ Նպատակները հիմնականում երկուսն են։ Մեկը դուք կարող եք կարդալ, սա բողոքի ակցիա է, բայց երկրորդ նպատակը իմ կարծիքով ավելի էական է։ Մենք մեծ հաշվով շատ հարց չունենք տալու Ռուսաստանին, այնտեղ ամեն ինչ պարզ է եւ ոմանց վաղուց է պարզ 100 տարի շարունակ Ռուսաստանը մեր ռազմավարական թշնամին է։ Ռուսաստանը 100 տարի առաջ սկսեց բաժանել Հայաստանի հողերը Թուրքիային եւ Ադրբեջանին եւ մինչեւ 20-23 թիվ այստեղ ոչ մի բան չի փոխվել, բայց մենք հարցեր ունենք մեր կառավարությանը եւ մեր ազգային ժողովին։ Ազգային ժողովը 64 օր առաջ ընդունել է օրենք Եվրամիությանը անդամակցելու մասին եւ առ այսօր ոչ մի հայտ Եվրամիություն չի ներկայացրել։ Կառավարության անդամները, օրինակ արտգործնախարարը այդ մասին հայտարարում է, որ հայտ չեն ուղարկում եւ բանակցություններ չեն վարում Եվրամիության հետ։ Երեք մենք տեղեկացանք նաեւ պաշտոնապես, որ 2024 թվականին Հայաստանը կրկնակի անգամ ավելի շատ գումար է փոխանցել եվրասիական տնտեսական այդ կառույցին, Մոսկվային, փաստորեն քան ստացել է այդտեղից, այսինքն մեզ կողոպտում են, շարունակում են կողոպտել, մեզ գաղութացնում են մեր հաշվին։ Այս հարցերի շուրջ մենք այստեղ հավաքվել ենք։ Պարոն Խզմալյան, նախորդ անգամ էլ երբ Լավրովն էր Հայաստան ժամանել, դարձյալ բողոքի ակցիաներ իրականացվեցին, սակայն դա չխոչընդոտեց ոչ Լավրովի այցը, ոչ հանդիպումները, ոչ ասուլիսը, այսինքն ինչ պլանավորել էր, տեղի ունեցավ եւ ընդ որում Լավրովը չտեսավ, թե ինչպես եք դուք ԱԳՆ-ի շենքի մոտ դիմավորում իրեն, քանի որ ոստիկանները հեռացրին ակցիայի մասնակիցներին։ Միան հանգստացրիք, Լավրովը ամեն ինչ տեսավ, որովհետեւ եւ այդ ոստիկանները եւ ազգային անվտանգության ծառայությունները եւ ռուս գործակալները այդ ամենը նրան զեկուցել են կամ զեկուցել են նրան ոնց պետք է։ Բողոքի ակցիաների խնդիրը այն չէ, որ մենք խոչընդոտենք։ Բողոքի ակցիան բողոքի մեջ է։ Մենք ցույց ենք տալիս մեր վերաբերմունքը եւ սա կրկնում եմ ոչ այնքան ռուսներին ուղղված, որքան մեր կառավարությանը, որը մինչև հիմա շարունակում է անվանել ռուսներին դաշնակից եւ ստում է փաստորեն եւ մեզ, եւ ինքն իրեն, եւ ռուսներին եւ աշխարհին։ Այդ ստի ու կեղծիքի դեմ ենք մենք բողոքում։ Հայաստանի իշխանություններն ասում են ոչ ուղիղ, բայց ասում են մենք համ կարող ենք Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ եւ Եվրոպայի հետ, բայց փաստորեն ըստ ձեզ դա հնարավոր չէ։ Ոչ թե ըստիս, դա հնարավոր չէ ըստ Ռուսաստանի, որը անընդհատ կրկնում է, որ հնարավոր չէ։ Բայց այս վերջում Լավրովը եւ հնարավոր չէ նաեւ Եվրոպայի տեսակետից, որը նույնպես վերջին անգամ Կայա Կալասը, որը Միության արտաքին գործերով հանձնաժողովն ասել է, որ դա հնարավոր չէ։ Հայաստանի կառավարությունը ցնորքի մեջ է կամ պարզապես շարունակում է կեղծել։ Այսինքն այս վերջում ասուլիսին, որ Լավրովը ասեց դա Հայաստանի կամքն է, լրագրողի հարցերի պատասխան, ինչ էր դա նշանակում։ Ռուսաստանը ստում է ինչպես շնչում է, դա իրենց պաշտոնական դիրքն է։ Եթե դա Հայաստանի կամքը լիներ, Ռուսաստանը այդքան չէր զինի Ադրբեջանին, որպեսզի ստիպեր Հայաստանին մնալ Ռուսաստանի ծիրի մեջ։ Այստեղ չէր պահի ռուսական ռազմաբազա, որը պարզ է, որ թուրքերի դեմ չէ, դա ռուսական շահերի պահպանման համար է այստեղ։ Այսինքն ռուսները սկսած ազգային ժողովից, որտեղ ունեն իրենց սեփական ֆրակցիաները 2-1-ի փոխարեն, մինչև մամուլ, մինչև տնտեսություն, մինչև բանակ եւ ԱԱՑ ունեն սեփական ազդեցության գործակալներ, դա բոլորին հայտնի է նրանց անունները, այդպես որ մենք կրկնում եմ, ոչ թե Ռուսաստանի, այլ ռուսական գործակալների եւ ռուսական ազդեցության հետ ենք պայքարում Հայաստանում։ Բայց երբ ազգային ժողով հասավ Եվրամիությանն անդամակցելու նախագիծը, ըստ ձեզ ինչու Հայաստանը այդ դրանից հետո գործուն քայլեր չի անում Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ Որն է պատճառը։ Ազգային ժողով հասավ այն օրինագիծը, որը պատրաստել էր Եվրադաշինքը, որը նաև ես եմ ներկայացնում։ Այդպես որ հարցը պետք է տալ ոչ թե ինձ, ինչու ազգային ժողովը ընդունում է եւ չի կատարում, այլ նրանց ով չի կատարում, կառավարությանը եւ ազգային ժողովին։ Ըստ երևույթին նրանք ունեն շահեր, որոնք թաքցնում են երկրից, որովհետեւ բացատրել թե ինչպես է
Ռուսաստանին Հայաստանը փոխանցում 2024 թվականին կրկնակի շատ գումար պաշտոնապես քան ստանում է Ռուսաստանից եւ ինչն է այդ դեպքում տնտեսական իմաստը մնալու ռուսական կառույցներում տրամաբանությունը դա թույլ չի տալիս։ Ըստ երևույթի կամ գաղտնի շահեր, գաղտնի նախ եւ առաջ սեփական ժողովրդից, կամ էլ սա ուղղակի անմեղսունակություն է։ Շնորհակալ եմ։